Հունիսի 6-ին ներքին գործերի նախարարությունում տեղի ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Մասնակցում էին ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, ոստիկանության ղեկավար կազմը եւ համակարգի կառուցվածքային ստորաբաժանումների ծառայողներ։ Նախարար Սարգսյանն անդրադարձել է ոստիկանության համակարգում առավել բարձր կարգապահության ամրապնդման հարցին, անթույլատրելի համարելով ոստիկանության ծառայողների կողմից ոչ իրավաչափ վարքի դրսևորումները։ Նախարարը հանձնարարել է ակտիվացնել ոստիկանության համակարգի 4 հենասյունային ուղղությունների համագործակցված աշխատանքը հանցավորությանն առավել օպերատիվ հակազդելու նպատակով։ Արփինե Սարգսյանն անդրադառնալով ապօրինի զենք զինամթերքի հայտնաբերման, ապօրինի թմրաշրջանառության դեպքերի բացահայտման, քրեական ենթամշակույթ կրող խմբավորումներին հակազդելու միջոցառումներին, կարևորել է դրանց պարբերական իրականացումը հանրապետության ողջ տարածքում։ Արփինե Սարգսյանը մատնանշելով անչափահասների շրջանում տարվող աշխատանքները հանձնարարել է կանխարգելիչ տարաբնույթ միջոցառումներն իրականացնել ամենօրյա ռեժիմով դպրոցահասակներին արատավոր երևույթներից զերծ պահելու նպատակով։ Ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը անդրադառնալով առանձին հանցատեսակների եւ հասարակական կարգի պահպանությանը այդ ուղղություններով տվել է կոնկրետ հանձնարարականներ։ Խորհրդակցության ընթացքում քննարկման առարկա են դարձել ու դիտարկվել տարբեր հարցեր։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ծանր հանցանքի վերաբերյալ ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ օտարերկրյա մի քաղաքացի պարբերաբար գալիս է Հայաստան եւ կատարում բնակարանային գողություններ։ Տեղեկություններն իրացվեց Գեղարքունիքի եւ Լոռու մարզերի քրեական ոստիկանների հետ։ Հունիսի 9-ին առավոտյան ժամը 10-ի սահմաններում Սևան քաղաքի մի բնակարանից գողություն կատարելուց անմիջապես հետո 63-ամյա տղամարդը ձերբակալվեց եւ իր վարած Mercedes-ով հանդերձ տեղափոխվեց քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն։ Նրա մոտ հայտնաբերվեցին արծաթե եւ ոսկե զարդեր, կողպեկ բացելու հատուկ հարմարանք, տարբեր արժույթի թղթադրամներ։ Տղամարդը խոստովանեց, որ բնակարանային գողություններ է կատարել նաեւ անցած տարվա նոյեմբերի 15-ին եւ այս տարվա ապրիլի 4-ին Վանաձորում, հունիսի 2-ին Վաղարշապատում, մի քանի օր առաջ էլ կրկին Վանաձորում։ Կազմված փաստաթղթերն ու 63-ամյա տղամարդը ներկայացվել են Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Բնակչության մոտ ապօրինի պահվող զենք զինամթերքի հայտնաբերումն ու առգրավումը հանցագործությունների կանխարգելման կարևոր գործիքներից է։ Ոստիկանությունը շարունակում է այս ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկել, բացահայտելով եւ կանխելով բազմաթիվ հանցագործություններ։ Հերթական արդյունքն արձանագրել են համայնքային ոստիկանության աշտարակի բաժնի ծառայողները։ Նրանք օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Ավան գյուղի 64-ամյա բնակիչն իր տանն ապօրինի պահում է զենք եւ ռազմամթերք։ Հունիսի 8-ին 64-ամյա տղամարդը հայտնաբերվեց, ձերբակալվեց եւ տեղափոխվեց բաժին։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում նրա տանը կատարված զննությամբ հայտնաբերվեց 12 մմ տրամաչափի որսորդական հրազեն, օդաճնշիչ հրացան եւ 13 հատ 12 մմ տրամաչափի փամփուշտներ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Հորդորում են ապօրինի պահվող զենք զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Հրդեհների կանխարգելման եւ հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ներքին գործերի նախարարության, հանրային հաղորդակցության եւ իրազեկման վարչությունն ու փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային եւ բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող։ Իրազեկման գործողությունների շրջանակում անօդաչու թռչող սարքավորումների եւ բարձրախոսների միջոցով անտառամերձ եւ հանրային վայրերում հնչեցվել են հրդեհային անվտանգության կանոնների պահպանմանն առնչվող ձայնահաղորդագրություններ, ինչպես նաեւ բաժանվել են թռուցիկներ եւ փակցվել են պաստառներ։ Նախանշված վայրերում հրշեջ փրկարարական մարտական հաշվարկները ընդհանուր թվով 34 արագ արձագանքելու նպատակով իրականացրել են հերթապահություններ։ Նշված գործողությունների ընթացքում թվով 217 հրշեջ փրկարարական ավտոմեքենաներ իրականացրել են ելքեր։
Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների բռնկումը եւ հնարավոր աղետալի հետևանքները։ Շրջիկ իրազեկումը թռուցիկների, անօդաչու թռչող սարքերի եւ բարձրախոսների օգնությամբ նպատակ են հետապնդում բարձրացնել բնակչության տեղեկացվածության մակարդակը։ Իրազեկման շրջանակում հատուկ ուշադրություն է դարձվում հանգստի գոտիներին եւ զբոսաշրջային վայրերին, որտեղ հրդեհների առաջացման հավանականությունն առավել բարձր է։ Հարգելի քաղաքացիներ, ներքին գործերի նախարարությունը հորդորում է ցուցաբերել զգոնություն եւ խստորեն հետեւել հրդեհային անվտանգության կանոններին։ Հիշեք, անվտանգության կանոններից աննշան շեղումն անգամ տոթ ու տապ օրերին կարող է դառնալ մեծ հրդեհի պատճառ։ Ներքին գործերի նախարարության սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում քաղաքացիներին մատուցելով թե միգրացիա եւ քաղաքացիության ծառայության, թե հաշվառման քննական բաժինների ծառայություններ։ Ներքին գործերի նախարարի հրամանի համաձայն հունիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետեւյալ բնակավայրերում. հունիսի 12-ին Կոտայքի մարզի Գառնի համայնքում, Եղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում։ Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիները մտնելով շրջիկ գրասենյակ կարող են նորը ստանալ, օգտվել նաև հաշվառման քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։ Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիները մտնելով շրջիկ գրասենյակ կարող են նորը ստանալ, օգտվել նաև հաշվառման քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։ Կառավարությունն իրազեկում է։ Հարգելի քաղաքացիներ, հունիսի 1-ից սեպտեմբերի 30-ը հանրապետության տարածքում համարվում է հրդեհավտանգ ժամանակաշրջան։ Կարևոր է այդ ընթացքում հատուկ ուշադրություն դարձնել հրդեհների կանխարգելմանը եւ բնակչության շրջանում բացատրական աշխատանքներին։ Անտառային եւ բուսածածկ տարածքներում հրդեհներից խուսափելու համար արգելվում է չնախատեսված տեղերում վառել խարույկ, նետել այրվող լուցկի, չմարվող ծխախոտի մնացորդ, վառելիքով լիցքավորված ավտոմեքենաների շրջակայքում ծխել եւ օգտվել բաց կրակից, այրել չոր խոտ կամ խոզան, արևով լուսավորվող բացատներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել ճառագայթները, վերածվելով հրկիզող ոսպնյակների։ Հարգելի քաղաքացիներ, հրդեհի փոքր օջախի հայտնաբերման դեպքում փորձեք հանգցնել այն, օգտագործելով կրակմարիչներ, բահեր կամ ծառերի ճյուղերի կապուկ, թացակուստ, ամուր կտոր։ Պետք է համոզվել, որ կրակը մարվել է եւ կրկին բորբոքման սպառնալիք չկա։ Պահպանելով հրդեհային անվտանգության կանոնները դուք կօգնեք հրշեջներին, գիտակցելով, որ չնայած նրանց 24-ժամյա անձնվիրաբար ծառայությանը, անտառն ամբողջությամբ եւ մշտապես ուշադրության կենտրոնում պահելն անհնար է։ Որպես հիշեցում, վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը սահմանում է հրկիզման կամ կրակի հետ անփույթ վարվելու հետևանքով անտառներում ծառերը, թփերը, մշակաբույսերը ոչնչացնելը կամ վնասելն առաջացնում է նվազագույն աշխատավարձի մինչև 150 նապատիկի չափով տուգանք։ Խոզանները, բուսական մնացորդները ու չորացած բուսականությամբ տարածքները, անօտավայրերի ու խոթարքների բուսականությունը, գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային եւ բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում այրելը սահմանված նվազագույն աշխատավարձի 50 նապատիկից 300 նապատիկի չափով։ Հարգելի քաղաքացիներ, եթե նկատում եք հրդեհ, ապա զանգահարեք 911 հեռախոսահամարին։ Հարգելի քաղաքացիներ, roadpolice.am համակարգում էլեկտրոնային ծանուցումը ակտիվացնելու դեպքում տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված տուգանքի գումարը կարող եք վճարել 20%-ով պակաս։ Կարևոր է իմանալ, որ 20% բոնուսային բաղադրիչի կիրառման էլեկտրոնային ծանուցման եղանակը չի փոխարինում SMS ծանուցմանը։ Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե օրինակ պետք է նշանակվեր 10,000 դրամ տուգանք, ապա ծանուցումն էլեկտրոնային եղանակով ստանալու դեպքում կկիրառվի բոնուսային նվազեցում եւ տուգանքի չափը կկազմի 8000 դրամ։ Օգտվեք թվային լուծումներից եւ վճարեք 20%-ով պակաս։ Հարգելի քաղաքացիներ, բջջային էլեկտրոնային ստորագրությունը կարող եք ակտիվացնել էլեկտրոնային կրիչ ունեցող եւ առանց կրիչի նույնականացման քարտերով։ Ձեր նույնականացման քարտի PIN եւ PUK կոդերը եզակի են եւ կորցնելու դեպքում վերականգնել հնարավոր չէ։ Սակայն եթե կորցրել եք դրանք, քարտը վերաթողարկելու կարիք չկա։ Նույնականացման քարտով կարող եք մոտենալ բջջային օպերատորի գրասենյակ եւ հեշտությամբ ակտիվացնել էլեկտրոնային ստորագրությունը։